վարչապետը գնացել է հարաբերություններ կառուցելու մեր հարևան Թուրքիայի հետ եւ այդ քաղաքականության նպատակն այն է, որպեսզի Հայաստանի շուրջ անվտանգային վիճակը բարելավի, սահմանները բացվեն, երկիրը բարգավաճի եւ մեր քաղաքացիները մնան Հայաստանում, չարտագաղթեն եւ Հայաստանում իրենց զգան նույնքան ավելի լավ, որքան զգում են ուրիշ երկրներում, որտեղ որ նրանք արտագաղթում են, սա մեկ։ Ինչ վերաբերվում է հեծը տալու թուրքական ընկերության եւ այլն, սա նույն թեզի, նույն գաղափարախոսական թեզերի շարունակությունն է։ Մենք տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ, դրսի կենտրոնների կողմից ստեղծված թեզերով ենք ապրել։ Մեզ ասել են, գիտեք ինչ, ուրեմն կա Թուրքիա, որը սպառնում է ձեզ, գալու է ձեզ ոչնչացնի, իհարկե ունենք նաև ցեղասպանության պատմությունը եւ օրինակը եւ հասկանալիորեն մեր ժողովուրդն ունի տրավմատիկ հիշողություն, բոլորս դա ունենք։ Եվ ահա այս երրորդ երկրները իրենք այդ տրավմայի վրա կառուցել են իրենց կայսերական գաղափարախոսությունը։ Ասել են, եթե չեք ուզում էլի ձեզ ցեղասպանեն, մենք պիտի միշտ ձեզ փրկենք։ Դուք միշտ պիտի փրկության անհրաժեշտության առջև կանգնած լինեք։ Դուք չեք կարող ինքնուրույն հարաբերություններ կառուցել, դրա համար մենք կգանք եւ ձեզ կփրկենք։